Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր գյուղական լռությունը երբևն կարող է ավելի շատ բան պատմել, քան մարդկային խոսքը։ Մեր գյուղում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, Անահիտի ընտանիքը միշտ օրինակելի էր համարվում։ Սակայն 5 տարի առաջ, երբ նրա ամուսինը մահացավ, Անահիտը մնաց միայնակ իր դստեր Մանեի հետ։ 2 տարի անց նրա կյանքում հայտնվեց Արմենը, մի տղամարդ, ով սկզբում թվում էր հոգատար և հանգիստ, բայց նրա սառը հայացքի հետևում ինչ-որ անբացատրելի բան կար։ Մանեն արդեն 17 տարեկան էր, նա լռակյաց էր, աշխատասեր և միշտ փորձում էր խուսափել խորթ հոր հետ առանձին մնալուց։ Նա երբեք չէր բողոքում մորը, քանի որ տեսնում էր, թե որքան ծանր է Անահիտը աշխատում հիվանդանոցում, գիշերային հերթափոխերով, որպեսզի կարողանա ապահովել իրենց ապրուստը։ Այդ օրը սովորական աշնանային երեկո էր։ Անահիտը շտապով հագնվեց, համբուրեց դստերը և մեկնեց հերթափոխի։ Տանը մնացին միայն Արմենն ու Մանեն։ Օդում կախված էր անհանգստությունը։ Արմենը նստած էր հյուրասենյակում և երկար ժամանակ նայում էր պատուհանից դուրս։ Հանկարծ նա շրջվեց և ցածր, հրամայական ձայնով ասաց. «Մանե, արի այստեղ, գնանք գոմ, այնտեղ մի գործ կա, որ պետք է օգնես անել»։ Մանեի սիրտը սկսեց արագ բաբախել։ «Հիմա, Արմեն հորեղբայր, արդեն մութ է», հազիվ լսելի ձայնով պատասխանեց աղջիկը։ «Հենց հիմա, մի հակաճառիր», Արմենի ձայնը դարձավ ավելի կոշտ։ Նրանք դուրս եկան տնից։ Գյուղի այդ հատվածում տները իրարից հեռու էին, իսկ այգու վերջում գտնվող հին գոմը գրեթե չէր լուսավորվում։ Արմենը քայլում էր առջևից, իսկ Մանեն դողդոջուն քայլերով նրա հետևից։ Նա չէր հասկանում, թե ինչու է Արմենին պետք իր օգնությունը հենց գոմում և հենց այս ուշ ժամին։ Սակայն Արմենը չէր էլ պատկերացնում, որ իրենց յուրաքանչյուր քայլին հետևում են։ Այգու խորքում թփերի հետևում թաքնված էր Նարեկը, Մանեի մանկության ընկերը։ Նարեկը միշտ կասկածներ ուներ Արմենի նկատմամբ։ Նա նկատել էր, թե ինչպես է Արմենը նայում Մանեին, երբ ոչ ոք չկա, և թե ինչպես է աղջիկը փոխվում, երբ խորթ հայրեսենյակ է մտնում։ Այդ երեկո Նարեկը որոշել էր չգնալ տուն և մնալ մոտակայքում։ Երբ Արմենն ու Մանեն մտան գոմ, Արմենը ներսից փակեց ծանր փայտե դուռը։ Նարեկի սիրտը կանգ առավ։ Նա գիտեր, որ պետք է արագ գործել, բայց նաև գիտեր, որ Արմենը ուժեղ տղամարդ է։ Նա մոտեցավ գոմի հետևի պատին, որտեղ փոքրիկ ճեղք կար։ Գոմի ներսում լռություն էր, որը խզվում էր միայն Արմենի ծանր շնչառությամբ։ «Մանե», սկսեց նա մոտենալով աղջկան, «դու գիտես, որ ես քեզ երբեք վատը չեմ ցանկացել, բայց դու շատ ես նման մորդ և շատ ես խանգարում ինձ»։ Մանեն սեղմվել էր անկյունում։ «Ինչ ես ուզում ինձնից», լացակումած հարցրեց նա։ Արմենը հանեց իր գրպանից մի հին տուփ։ «Այստեղ մորդ ոսկեղենն է, որը նա կարծում է, թե կորել է։ Ես այն կթաքցնեմ այստեղ, իսկ դու կասես, որ տեսել ես, թե ինչպես է հարևանի տղան մտել տուն։ Եթե չասես, գիտես, թե ինչ կլինի»։ Նա սկսեց սպառնալ աղջիկան, մոտենալով ավելի ու ավելի մոտ։ Նրա նպատակը ոչ միայն ոսկին թաքցնելն էր, այլև Մանեին վախի մեջ պահելը, որպեսզի նա ընդմիշտ լռի իր բոլոր մութ գործերի մասին։ Արմենը վաղուց էր պլանավորել այս ամենը, որպեսզի տիրանա ընտանիքի ունեցվածքին և ազատվի աղջկանից, նրան վարկաբեկելով։ Բայց հանկարծ գոմի դուռը հզոր հարվածից բացվեց։ Արմենը շրջվեց, սպասելով տեսնել Նարեկին, բայց այնտեղ կանգնած էր Աշոտ պապը, Անահիտի հայրը, ում բոլորը համարում էին թույլ և ծեր մարդ, ով օրերով նստած էր իր պատշգամբում։ Սակայն Աշոտ պապը ամեն ինչ տեսնում էր։ Նա տեսել էր, թե ինչպես է Արմենը ամիսներ շարունակ խաբում իր դստերը, ինչպես է գողանում իրերն ու վախեցնում թոռնուհուն։ Աշոտ պապի ձեռքին իր հին որսորդական հրացանն էր։ Նրա կողքին կանգնած էր Նարեկը, ով հասցրել էր կանչել ծերունուն և միացնել հեռախոսի ձայնագրիչը։ «Ցած դիրդ տուփը, Արմեն», հանգիստ, բայց սառը ձայնով ասաց Աշոտ պապը։ «Ես ամեն ինչ լսեցի, և Նարեկը ամեն ինչ ձայնագրեց»։
Արմենի դեմքը գունատվեց, նա հասկացավ, որ իր խաղը վերջացած է, նա չէր սպասում, որ հենց այս տկար ծերունին կլինի իր կործանումը, նա փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ, բայց Աշոտ պապը նրան նույնիսկ թույլ չտվեց մոտենալ, դուրս եկ այստեղից և այլևս երբեք քո ոտքը չդնես մեր տուն, ոստիկանությունն արդեն ճանապարհին է, ավելացրեց Նարեկը ցույց տալով հեռախոսը։ Մանեն վազեց դեպի պապիկը և ամուր գրկեց նրան, այդ պահին նա առաջին անգամ իրեն իսկապես պաշտպանված զգաց։ Երբ ոստիկանությունը պարավ Արմենին և Անահիտը վերադարձավ տուն, ամեն ինչ բացահայտվեց։ Անահիտը երկար ժամանակ չէր կարողանում ներել իրեն, որ չէր նկատել դստեր տառապանքը, բայց Աշոտ պապը նրան հանգստացրեց։ Չարիքը միշտ փորձում է թաքնվել մթության մեջ, բայց նույնիսկ ամենամութ գոմում միշտ կա մի ճեղք, որտեղից լույսը ներս է մտնում և տեսնում ամեն ինչ։ Այդ օրվանից գյուղում լռությունը դարձավ խաղաղ։ Մանեն այլևս չէր վախենում սեփական տնից, իսկ Նարեկն ու Աշոտ պապը միշտ աչալուրջ էին։ Նրանք գիտեին, որ ընտանիքի պաշտպանությունը ոչ թե ուժի մեջ է, այլ միմյանց հանդեպ ուշադրության և անկեղծության։ Արմենը կարծում էր, թե ինքը ամենախելացին է, բայց նա մոռացել էր մի պարզ ճշմարտություն. երբ դու կարծում ես, թե ոչ ոք քեզ չի տեսնում, հենց այդ պահին է, որ քո իրական դեմքը դառնում է ամենատեսանելին։